մասին այս խաղը վստահված է Սարգիս Խաչատրյանին, նրանք օգնեն Խաչատուր Հովհաննիսյանն ու Խաչիկ Զախարյանը, 4-րդ պաշտոնյան Ստեփան Խլղաթյանն է, վարի վրա Զավեն Հովհաննիսյան եւ Գևորգ Շահկալդյան, տեսուչը Արման Ալաբերքյան եւ պատվիրակ Միհրան Ներսեսյան։ Այսքանը պաշտոնական հատվածից եւ հանդիպումը մեկնարկել է։ Ասեմ, որ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ խաղը կայանում է Չարենցավանում, դաշտի նոմինալ տիրոջ կարգավիճակ ունի Արարատի Ավշարը եւ իսկ Կիլիկյան եւս 5 խաղացող ունի, փոխանցում է տվեց Տուգանային հրապարակ եւ նորից գրոհ է կազմակերպել Նորից գրոհ է կազմակերպել Կիլիկյան, նորից շատ վտանգավոր է եւ բացվում է։ Հանդիպան հաշիվը ի վերջո Կիլիկյայի համառությունը տվեց արդյունք եւ ախնդրեմ Դավիթ Յավրյանը առաջ է մղում։ Յավրյանն էր թե Ռաֆայել Մովսիսյանը եզրափակեց եւ առաջ է մղում իր թիմին, այո, հերթական վտանգավոր պահ ստեղծեց Կիլիկյան եւ մտավ Տուգանային հրապարակոն Յոհան, փոխանցեց եւ Ռաֆայել Մովսիսյանը ու եւս մեկ փոփոխություն, արդեն Կիլիկյայի կազմ կլինի փոփոխություն, փոխանցում Տուգանային հրապարակ Վահագն Գրիգորյանը դուրս կգա խաղադաշտ Շատ վտանգավոր է Ավշարն է հիմա գրոհում ու խփում է պատասխան գնդակը, նույնիսկ դժվար է ասել խփում է, որովհետև այստեղ խաղաց մրցակցի դարպասապայի հետ Ջոն Լագբելը եւ ավասարվում է հանդիպան հաշիվը։ Սպասենք ռիկնապատկերին։ Էրիկ Ուլինյանն է զուշացվում։ Հրաշալի գրոհ է կազմակերպում Կիլիկյան աչքի եզրով ու Սորո մտավ Տուգանային հրապարակ վտանգավոր է արված է հետևում եւ գնդակը հայտնվում է դարպասում։ Այսպես Կիլիկյան դարձյալ առաջ է անցնում հաշվի մեջ ու Ռաֆայել Մովսիսյանը կարծեք թե դառնում է դուբլի հեղինակ, երկրորդ գնդակն է խփում եւ գտան ազատ տարածություն մրցակցի պաշտպանության ձախ թևում Ուսորոյի միջոցով զարգացին գրոհը եւ Կիլիկյան դարձյալ հաշվի մեջ առաջ է անցնում։ Ներողություն, իսկ քիչ առաջ ասացի, որ Լագբելը տեղափոխվեց Կիլիկյա, ոչ ամեն դեպքում Պոլյակովը ունի տարածություն ու ստանում է գնդակ։ Շատ ձգեցին հյուրերը եւ արված դարպասից։ Ձախ եզրով գրոհի փորձ, վերջապես Էլնուբին փորձում է ինչ-որ բան կազմակերպել, բարձրացրեց գնդակը եւ գոլ։ Ջոն Լագբելը դուբլ է ձևակերպում եւ հավասարեցնում հանդիպան հաշիվը։ Վերջապես աշխատեց Էլնուբի ակտիվությունը առաջին կեսում ես ասում էի, որ առաջին կեսում նա շատ ակտիվ է, երկրորդ կեսում պասիվությունը փորձեն կռահել, հասկանալով թե ինչ դիրք է զբաղեցրել եւ հիմա ինչ գնդակ է խփում Արարատի Ավշարը Տիգրան Վոփանյանի վրայով եւ Էդգար Ղուլինյանը, եթե ճիշտ տեսա, ֆանտաստիկ հարվածով կարողանում է առաջ մղել Ավշարին եւ դոպ
Բացում կենտրոն, աչից կա տարբերակ, Գուլինյանը միացել է և ստանում է գնդակը, Գուլինյան Տուգանային հրապարակում է արդեն, փոխանցում և գոլ։ Խալիլ Էլնուբին ձևակերպում է դիմակայության վերջնական հաշիվը, Ավշարը հաղթում է 4-2 հաշվով և նվաճում 1/8 եզրափակչի ուղեգիր, Էլնուբին իր գոլային փոխանցման ավելացնում է նաև գոլ։ Իսկ Օփանյանը շատ ծանր է տանում, այս դրվագը հարկը 10 հոգով մնալուց հետո իրականում շատ բարդ էր։ Վերջ, ավարտված է հանդիպումը, Սարգիս Խաչատրյանն ազդարարում է այս հանդիպման ավարտը, Կիլիկյան պարտվում է 2-4